Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Ջրարբի գյուղի բնակիչ 34-ամյա երիտասարդը տանն ապօրինի պահում է մարիխուանա։ Տեղեկությունը ստուգելուց հետո փետրվարի 26-ին իրավապահներն այցելել են երիտասարդին։ Քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ժամանակ երիտասարդը ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգվածով պոլիէթիլենային 2 փաթեթ, ընդհանուր 34 գրամ քաշով։ Երիտասարդը հայտնեց, որ կանեփնիկն է քաղել գյուղի մոտակայքի վայրաշտպերից անձնական օգտագործման համար։ Նման մի տեղեկություն էլ Վաղարշապատի համայնքային ոստիկանները ստացել էին Արշալույս գյուղի բնակիչ 39-ամյա տղամարդու վերաբերյալ։ Մարտի 5-ին ստուգման նպատակով իրավապահներն այցելել են տղամարդուն։ Նա ընդունել է, որ պահում է մարիխուանա։ Քրեական վարույթի շրջանակում նույն օրը կատարված զննության ընթացքում 39-ամյա տանտերը ներկայացրել է մարիխուանայի նմանվող մոտ 35 գրամ զանգվածով փաթեթ։ Ըստ նրա կանեփնիկն է աճեցրել ու մշակել անձնական օգտագործման համար։ Թմրամոլության եւ ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը շարունակվում է։ Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները իրենց սպասարկման տարածքում համագործակցելով Կոտայքի մարզի պարեկների հետ մարտի 14-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Հայտնաբերվել է գազային եւ մեկնարկային մեկական ատրճանակ, որսորդական ողորկափող 1 հրացան, տարատեսակ 41 փամփուշտ, 1 մահակ, նաեւ մարիխուանայի նմանվող զանգված։ Արձանագրվել է վարչական 50 իրավախախտում, այդ թվում չամրակապված վարելու 15, վարելիս հեռախոսից օգտվելու 7 եւ ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 5 դեպք։ Ուժեղացված ծառայությունները կրում են պարբերական բնույթ։ Մարտի 8-ին Գեղարքունիքի պարեկները սահմանված արագությունը գերազանցելու համար կանգնեցրել են Opel Magnishimi մեքենա։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ 39-ամյա վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական։ Տղամարդը դրսևորել է կասկածելի վարքագիծ եւ պարեկներին է ներկայացրել կանեփանման զանգվածով փաթեթ։ Նա ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Չամբարակի բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով փաթեթ, կաթուցիչ եւ 2 դանակ։ Գեղարքունիքի պարեկների հաջորդ բացահայտումը մարտի 10-ին էր։ Իրավապահները ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու եւ պահելու կասկածանքով Գավառի Ազատության փողոցում ձերբակալել եւ համայնքային ոստիկանության Գավառի բաժին են տեղափոխել 25-ամյա մի երիտասարդի։ Բաժնում նա ներկայացրել է կաթուցիչ եւ մարիխուանայի նմանվող զանգվածով թղթե փաթեթ։ Երիտասարդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա է անձնական օգտագործման համար։ Մարտի 15-ին Ճամբարակ դրախտիկ ավտոճանապարհին պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են Volkswagen Magnishimi մեքենա, որի 35-ամյա ուղևորը պարեկային ծառայողների բանավոր պահանջով ներկայացրել է թղթե փաթեթ եւ դանակ։ 35-ամյա տղամարդը հայտնել է, որ փաթեթի դեղնականաչավուն զանգվածն ինքն է պատրաստել վայրաճ կանեփի թփերից անձնական օգտագործման համար։ Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախագնական մարմին։ Մարտի 10-ից 17-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4410 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 249 մեքենա։ Մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ վիճակում մեքենա վարող 157, առանց վարորդական իրավունքի վկայականի 318 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարնիշի հետ կապված 17, չամրակապված վարելու 934, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 319, վարելիս հեռախոսից օգտվելու 190, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 27 եւ 1572 այլ իրավախախտումներ, 112 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 293-ը տեխնիկական զննություն չանցած, 92-ը արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 112-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու բաժիններ է տարվել 76 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14473 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 302 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ ստապ վիճակում մեքենա վարող 200, առանց վարորդական իրավունքի վկայականի 728 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարնիշի հետ կապված 114, չամրակապված վարելու 3388, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու 368, վարելիս հեռախոսից օգտվելու 555, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու 33, արագության գերազանցման 2271 եւ 4227 այլ իրավախախտումներ, 419 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 1359-ը տեխնիկական զննություն չանցած, 498-ը արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 12-ը բեռնատարներ, 141-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու բաժիններ է տարվել 57 անձ։ Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102, տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։
Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հարգելի քաղաքացիներ, Ներքին գործերի նախարարությունը գործարկել է elections.mia.gov.am հարթակը, որտեղ 2025 թվականի մարտի 10-ի դրությամբ հրապարակված են առաջիկա ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները։ Հիշեցնենք, որ ընտրական օրենսգրքի 2024 թվականի սեպտեմբերի 10-ի փոփոխությամբ ընտրողները թղթային եղանակով չեն ծանուցվելու։ Քաղաքացիները հնարավորություն ունեն հրապարակված ընտրացուցակներում որոնել իրենց տվյալները։ Մարտի 30-ին կայանալիք ընտրություններին Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում ընտրելու իրավունք ունեցող անձինք իրենց տվյալներին կարող են ծանոթանալ Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքի ընտրություններ բաժնում կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՏԻՄ 3003-2025 ընտրողների ռեգիստր և ընտրողների ցուցակներ բաժիններում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՏԻՄ ընտրողների ռեգիստրի որոնմամբ հնարավոր է քարտեզի վրա տեսնել տեղամասային կենտրոնի հասցեն։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրակապրիր։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին Կյանք է փրկում։ Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ և ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենաների մոտենալու դեպքում զիջել ճանապարհը նրանց անխոճուդոտ անցումն ապահովելու նպատակով։ Ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի 20 պատիկի չափով 20,000 դրամ։ Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության պայմաններում վարչական պատասխանատվություն չի նախատեսում։ Զիջիր ճանապարհը, րոպեն կարող է կյանք արժանալ։ Հարգելի քաղաքացիներ, բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել էլեկտրոնային կրիչ ունեցող և առանց կրիչի նույնականացման քարտերով։ Ձեր նույնականացման քարտի PIN և PUK կոդերը եզակի են և կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։ Սակայն եթե կորցրել եք դրանք, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Նույնականացման քարտով կարող եք մոտենալ բջջային օպերատորի գրասենյակ և հեշտությամբ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։ Հարգելի քաղաքացիներ, roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում և տուգանքի չափը կկազմի 8,000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից և վճարեք 20%-ով պակաս։